ունենք առիթը դեռևս 1 տարի առաջ Բաքվում մեկնարկված դատավարություններն են, որոնք կապված են հայերի վերագրվող արարքների հետ 2025 թվականի հունվարի 17-ին մեկնարկվեցին այս դատավարությունները, սակայն հունվար ամսվա նախասկզբին արդեն իսկ ադրբեջանական մամուլի աղբյուրները մեծ շուքով ազդարարեցին այս լրջագույն դատավարությունների մեկնարկը, ներպետական քննային քննարկումներում դրանք նույնացվում էին նաև Նյուրնբերգյան դատավարությունների հետ եւ արդեն հունվար ամսին Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին հանդես եկավ հայտարարությամբ նշելով, որ այդ դատավարությունները ֆարս են, ինքնախոստովանական ցուցմունքներ չեն տրվել, կան ստորագրված արձանագրություններ նախաքննության փուլում, որոնք կեղծ են, եւ այն փաստաբանները ու թարգմանիչները, ովքեր ստորագրել են այդ արձանագրությունները, պարտադրանքի ներքո են գործել։ Նաև Ռուբեն Վարդանյանը առարկություններ ներկայացրեց դատագործերի անջատման առնչությամբ, ինչպես գիտեք, նախաքննության փուլում մեկ գործ է եղել, դրված են եղել նույն ապացույցները, նույն փաստերը, սակայն դատավարական նախաքննական կոնկրետ փուլում որոշում է կայացվել առանձնացնել Ռուբեն Վարդանյանի գործը եւ մենք արդյունքում ունեցանք 2 զուգահեռաբար ընթացող դատավարություններ։ Մի դատավարություն Ռուբեն Վարդանյանի դատավարություններ, այսինքն 1 ամբաստանյալով գործ եւ երկրորդ դատավարությունը, որը մեզ հայտնի է 15-ի դատավարություն, ուներ 15 ամբաստանյալներ, ներառնված էին Արցախի 7 ռազմաքաղաքական ղեկավարներ եւ 8 գերիներ, որոնց գերեվարումը ուղղակիորեն առնչություն է ունեցել 2023 թվականի սեպտեմբերյան հարձակման հետ եւ նրանք օբյեկտիվորեն գտնվել են հենց ռազմական գործողությունների գոտում։ Անկեղծ ասած, իրավական տեսանկյունից գործի անջատման հիմքեր չկան, քանի որ վերագրվող արարքները նույնական են, ապացույցները նույնական են, դեպքերը փոխկապակցված են, եւ մենք այստեղ անձով պայմանավորված ոչ իրավական առումով օբյեկտիվ առանձնացում ենք տեսնում, բայց արդեն իսկ դատավարությունները ընթացել են այս տրամաբանությամբ։ Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը հաջորդեց Amnesty International-ի հայտարարությունը, որով կոչ էր արվում ապահովել արդար դատաքննության իրավունքը բոլոր հայ ամբաստանյալների համար, ընդ որում այս հայտարարությունը ընդգծում էր նաև դատավարությունների հրապարակային եւ բաց բնույթը, որպեսզի իրականացվեր հանրային վերահսկողություն դատական process-ի նկատմամբ։ Թեև Ադրբեջանի իշխանությունները իմիտացրեցին բաց դատավարություններ, սակայն այդ դատավարությունները իրենց բնույթով փակ էին, դրանք փակ են եղել անկախ լրագրողների համար, փակ են եղել անկախ մասնագետների համար, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների համար, զանգվածային լրատվամիջոցների համար եւ թերևս ադրբեջանական պետական ազերթաջ լրատվական գործակալությունն է, որը հանձնառել է պաշտոնական լուսաբանումը եւ հետագա նյութերը վերարտադրվել են հենց այս սկզբնաղբյուրի հիման վրա։ Միակողմանի լուսաբանում է տեղի ունեցել, այն բոլոր դեպքերում, երբ մենք հնարավորություն ենք ունեցել ստանալ այլընտրանքային տեղեկատվություն, նաև եղել են անհամապատասխանություն կամ առնվազն ոչ ամբողջական տեղեկությունների հրապարակում։ Բոլոր այն կազմակերպությունները, որոնք դիմել են եւ մուտքի թույլտվություն են հայցել, կամ նրանց միջնորդությունները, խնդրանքները մերժվել են կամ անտեսվել են, այսինքն անգործությունը լրելային գործողությունները եւս հանգեցրել են իրավունքի չիրականացման, հասարակական կազմակերպությունները դիմել էին նաև տարբեր դեսպանատների իրենց ներկայությունը ապահովելու նկատառումներով, սակայն նման հնարավորություններ չեն տրվել, առանձին եզակի դրվագներով անհաջող փորձեր եղել են, բայց մենք կարող ենք ամփոփել, որ դատավարությունների ընթացքը տեղի է ունեցել փակ ռեժիմով, ոչ հրապարակային։
Այս շուրջ 1 տարի ընթացող դատավարություններում, երբ ընդհանուր առմամբ դատական նիստերի քանակը 2 դատավարություն գերազանցում է 150-ը, մենք չտեսանք կոնկրետ փաստեր, չտեսանք կոնկրետ ապացույցներ եւ արարքներ այդպես էլ չմնացին ապացուցված։ Մենք կարող ենք նկատել, որ հիմնական մեղադրանքները հենց քաղաքական թեզերի վերարտադրում էին դատական process-ներում եւ այս ողջ դատավարության նպատակը Արցախի քաղաքական միավորի ապալեգիտիմացումն էր եւ ցուցադրական պատիժը բոլոր այն հայերի նկատմամբ, ովքեր ի նպաստ Արցախի գործունեություն էին իրականացրել, ուստի գործընթացը հենց կապված է Արցախ, դրա ինքնորոշման իրավունք, հայկական պատկանելիություն եւ ի նպաստ գործունեություն եւ սիմվոլիկ մենք ունեցանք ղեկավարներին։ Նշեմ, որ դատավարությունների վերաբերյալ այլ միջազգային արձագանքներ եւս եղել են, առավել մենք կարևորում ենք 2025 թվականի մարտին Եվրոպական պարլամենտի կողմից ընդունված բանաձևը, թերևս շատ համակողմանի գնահատական էր պարունակում արցախյան հակամարտության առնչությամբ եւ խիստ դիպուկ լեզու էր օգտագործվում, այստեղ հստակ գնահատական կար նաեւ էթնիկ զտումների, ապօրինի դատավարությունների, անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ եւ ինչու ոչ կար ուղղակի ազատ արձակման կոչ, որը չպետք է ենթարկվեր որևէ պայմանականությունների, ազատ արձակման կոչեր հնչեցվել են նաեւ այլ բարձրաստիճան մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող պաշտոնյաների կողմից, մեզ համար հատկապես հատկանշական էր Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում գործող մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի կոչը մարդու իրավունքների խորհրդի սեսիայի շրջանակներում, երբ անվերապահ ազատ արձակման կոչը ուղղվեց Ադրբեջանի իշխանություններին։